Մի բաներ ասեմ, Զուր ջան, որ ասում եք, այս Սերժի Մարտնային Ռոբերտի Մարտնայից նախկիններից էս։ Լսեք, Ժողովուրդ ջան, նախկինների մեջ էլ լավերը կային եւ վատերը։ Ներկայի մեջ էլ եւ լավերը կան եւ վատերը։ Մարդս մարդ լինի, հերիք ասենց բան անեք։ Ես որ մտածում եմ հիմա որ ներկաներ չլինեն, նախկիններ չլինեն, բա ով լինի։ Ով լինի։ Եթե անգամ այդ սաղ մարդիկ թողեն Հայաստանից գնան, հայ չմնա, կամ եթե դրանք պաշտոնի չգրավեն բոլորը, բա ով լինի, էլ սկսեն անմակարդակ, չկրթված, հա, լծվեն, հենց էլ ինչ-որ ինչ-որ բան անում են, նոր, ես որ հիշեմ ազգային ժողովը ինչ էին անում, որ նոր էին եկել, գժանոց, այդ ինչին այն ոնց էին քծվում կաֆեդրային, որ խոսան, ինչ հիմար բաներ էին ասում, այս տունտունիկ մանկապարտեզեր, հիմա արդեն ինչ-որ ինտերես ունեն, բան, իրանց շահերի համար գալի խոսում են, վիճում են, բան, անշնորհք են պահում, բայց գոնե հասկանում ես, հասուն մարդիկ են ինչ-որ մի նպատակ ունեն, անկապ չի խոսում, էլի, ի վնաս քեզ, նպատակ իրանց, բայց նպատակ ունեն, մեծ մարդ են, այն ժամանակ մանկապարտեզ, մի քիչ սրանք աճեցին, պետական ոլորտը ինչ երեխաներ ընդունել են, չեն կամ աշխատեն, բայց հղկվում են կամաց, սրանք սաղ դուրս թողենք, ինչ ենք անելու, ես լուրջ եմ ասում և հանրապետականների մեջ լավը կային, և ՀՀՇ-ի մեջ լավը կար, ՀՀՇ ժամանակ ընդհանրապես բոլորը լավն են, ոչ թե բոլորը, այս շատ-շատերն են լավը, ես անգամ հիշում եմ, հիմա որ սենց լկտի պահվածք են ցույց տալիս, չէ, լկտի պահվածք, բանը, Ալենը, այն Ակոպյանը, ինչեր են, այն կողքի տղան, Ռուբինյանը, ես հիշում եմ ՀՀՇ-ի ժամանակ ազգային ժողովում, Բաբկին Արաքցյանին եմ հիշում, մի հատ էլ Ամիրյան կար, մինչև Ռոբերտին տրվելը, Ամիրյանին եմ հիշում, նման Արաքցյանին եմ հիշում, ով վեր կամ ուղղություն էր տալի, որ միթոմ ես վերջերը բան քո պատճառով են, ինչի սրանց են չես տալիս, ինչին է միկրոֆոնը չես անջատում, ինչին է նկատողություն, այնքան են այդ խեղճին հասցնում, որ դու ես մեղավոր, որ լավ չես ղեկավարում, այդ խեղճը ամեն անգամ ասում է, ես հրաժարվում եմ, ես գնում եմ, կանչ մելա անունը դրել էինք բան այդ նոր հարցի նման չուչտո գնում հորս տուն, հիշում եմ, ոչ մեկ թույլ չէր տալի, ես բան եմ, ազգային ժողովի նախագահն եմ, իր անքուն եմ թքեմ, մքեմ, չգիտեմ ինչ անեմ, կամ այն Հակոբյանը, լսեք ամոթ է, էլի ամոթ է, գիտեք ինչ եղավ ժողովուրդ ջան, շատ լավ պայքարում էինք, լավ ինտելիգենցիան, լավ 90 թվերին պայքարում էինք, իտոգներ տվեց, բայց հետո Վազգեն Սարգսյանը ճիշտ էր Վազգեն Սարգսյանը, ինքը բան արեց, բոլոր պատերազմում մասնակիցներին անպես արեց, որ լավ ապրեն, ով որ կրթություն ուներ, պաշտոնների նշանակեց, ով որ կրթություն չուներ, բիզնեսներ բացեց, ինչքան մանկապարտեզ բան կար, հիշում եմ, տուն տվեց, բոլորին տուն տվեց, անգամ հիշում եմ, բաներ գումար էր տալի, որ տուն գնեն, տուն չէին գնում, գալիս էին ասում են, մենք էլի տուն չունենք, բանը գումար եք տվել, հիվանդ եմ եղել, կամ երեխես է հիվանդ եղել, կամ թորս է հիվանդ եղել, հիվանդ եք եղել, գնացել բուժվել են, կամ չգիտեմ ինչ են կարել, տակ դալի անտուն ենք, էլի, հիշում եմ, դաժե որոշին գումար չտալ, տուն տալ, ապշժիտյաններում տուն տվեցին, մանկապարտեզների տուն սարքեցին, տվեցին բոլոր, Վազգեն Սարգսյանը այդպես էր անում, ով ծառայել է, նա պետք է լավ ապրի, ու լավ էր անում, կներեք, մենք թուրքից վախեցած, պղկված, մարդիկ ծառայում էին, և Օհանյանը, և Սերժը, և Ռոբերտը, մի ասեք էլի, պատերազմելը հեշտ բան չի, սաղ դե փախնում եք, սովորական բանակից եք փախնում, մարդիկ պատերազմել են, շնորհակալ եղեք էլի, որ պատերազմող լինի, թե չէ պատերազմում են, գալիս են, ասում եք դավաճան եք, թշնամի եք, չգիտեմ ինչ, հետո էլ ով պետք է երկիր պաշտպանի, ինչի պաշտպանեմ, համ կյանքս տամ, համ կյանքս վտանգեմ,
Ռոբերտի աղբերը պատերազմել է, ոտը կտրել են, ոտը կտրած, էլի բանը պիլոտ է եղել, էլի է նստել բան ինքնաթիռ, մահացել է։ Էդ իր աղջիկն է, որ 18 թվին Նիկոլի հետ բան է արել, միտինգում է մասնակցել այդ աղջիկի, հա, շատ-շատերն են մասնակցել, շատ-շատերն են մտածում սրանք լավ կլինի, իրան կգան, հա, այդ աղջիկը մասնակցել է, այդ հերոսի աղջիկն է, որ ոտը կոտրած, առանց ոտի էլի նստել է ինքնաթիռ, էլի ծառայել է, պատերազմել է։ Հիմա իր երեխեն մնացել է անհետ, Ռոբերտի տեր է կանգնում, բայց չէ, իր աղբոր երեխեն է։ Между прочим, որ աղբերի կենթանի մնար, երևի հենց աղբերի նախագահ կդառնա, ոչ թե Ռոբերտը, որտեղ նա ավելի շատ բաներ արել պատերազմի ժամանակ։ Այդ մարդիկ պատերազմել են, հեշտ չի եղել։ Այն երեխուն անտեր թողել է, Ռոբերտը նախագահ չներ, ասեք վատ լիներ իր վիճակը, պետք է երեխուներ պահեր։ Հենց հեշտ խոսում են, էլի մեծ խոսում են, փնովում են։ Ոչմ Վազգեն Սարգսյանը այնպես արեց, որ իրանք բոլորը ունենան պաշտոններ, ով կրթված չի, ունենան իրենց բիզնեսներ, բոլորը տներ ունենան, այդպես արեց։ Ու կյանքը բերեց, ախորժակները բացվեցին, թալանեցին, բան չունեմ ասելու, թալանեցին։ Տենց ստացվեց։ Հիմա իրանք թալանչիներ են կոչվում, թալանել են։ Մյուս կողմից էր դուք ներում եք հիմա ոստիկաններին, որ իրաց աշխատավարձի դիմաց պաշտպանում են, չեն թողում Նիկոլին հանեք, որ այդ ոստիկանները չգան, տես չկանգնեն։ Փաշինյանը կարող մի տեղից մյուս տեղ գնա տնից գործից տուն։ Իհարկե չի կարողանա, բայց դուք ներում եք ոստիկաններին։ Ասում եք, հա, աշխատավարձի համար է անում։ Դեպուտատները մանդատի համար են պահում, մանդատի համար են այնտեղ իրենց, ոչ բոլորին, ես գիտեմ, որ շատերը չէ, որ ասեն դիր մանդատը կդնեն, դաժե շպրտեն կդուս կան, շատերին եմ բանանում, նայեք ՔՊ-ի ինչքան լավ աղջիկներ կան, ինչքան լավ երեխեք կային, որոնք դուրս եկան ՔՊ-ից, պատերազմից հետո տեսան, որ երկիրը տալիս է, դրան չէին ուզում մասնակցեն։ Հիշում եք Աննա Գրիգորյանի վեճը Ռուբեն Ռուբինյանի հետ։ Ոնց ասեց, այն մեկը ասեց, դու դավաճան ես, մեզ հետ մտար, հետո դավաճանից մեջ դուրս եկա, նա ասեց, բա ես ինչքան վատ եմ զգում, երբ հիշում եմ, որ դավաճանների հետ եմ եղել, իմ երկրի դավաճանների հետ եմ եղել մի կուսակցությունում։ Հասկանում, նա ասեց, դու վատ եմ զգում, քեզ տեսեմ, դու դավաճանել ես, այն էլ ձև ասեց։ Մի հատ Տաթևիկ Հայրապետյանին ինչեր կար դուրս եկավ, շատերը կան, տղա աղջիկներ դուրս եկան։ Հիմա էլ այնտեղ նստածներ կան, որոնք չեն խառնում, ոչ մի վատ բան չեն անում։ Սա ինչ որ նախկինների մեջ է լավը կան, սրաների մեջ ստեղ է լավը կա, պետք չի ասենց ասել, որ հա վատն են, մարդկանց պետք է ապրել, ապրում են։ Մարդկանց պետք է նման, որ նրանք ովքեր քաղաքական գործիչ չեն եղել, բան են եղել, գործադիրում են եղել, աշխատել մեծ մասամբ։ Էդ եմ էլի ուզում ասեմ շողոջավ, տենց մարդուն նայեք, ամբողջ օրը էստեղից եղել է, ես հիմա շատ եմ զարմանում, որ այս պահվածքից սրանցի, ես որ հիշում եմ Բաբկեն Արաքցյանը մինիստրի ժամանակ 2 անգամ հելնում էր գնում եմ վերջ, հետ էին բերում, պատգամավորներն են մուննատ գալի վրան, ոչ թե ինքը պատգամավորների վրա։ Հիմա ինչ են անում։ Հիմա ոնց են ասում, մենք իշխող կուսակցություն ենք, մենք ձեզ ցույց կտանք։ Իսկ Փաշինյանը ինչ եկել է Տուրքիայից, որ Հայաստանում էր, չգիտեմ, Ռուսաստանից որ եկել է ոնց է պահում, մի րոպե տեսա, չգիտեմ, ես չեմ նայում, հումորային ծրագրերում կամ մարդիկ հումորում են ցույց են տալի, տեսա, որ ինքը ասեց, ես եմ կառավարությունը, շենքերից թող դուրս գան, ով չի։ Կներեք, ինքը իրան շատ լավ վստահ է ազգում, որ մենք սաղ իրա ծառան ենք, ինքս Թուրքիայից հետո եկավ իրան շատ վստահ է ազգում, չոտք է խոսում արդեն, ես եմ ու կամ, չգիտեմ, հիմա Ռուսաստանից գա, երևի եկել էլ է, ես չեմ հետևում հիմա ինչ է ինք անում, բայց
Ինքը որ եկել էր Տուրքիայից, ինքը իրան շատ լավ ու պինդ էր զգում։ Ամեն մեկը չի որ զկանի, հայտարարի ես եմ կառավարությունը։ Նախկիններն են իսկապես տենց են եղել, իրանք են եղել կառավարությունը, ես չի որ չեն եղել, բայց չեն ասել։ Իսկ ինքը այդքան կա, արդեն ասում է ես եմ, դուրներ չկա, թողը գնացեք։ Սա չգիտեմ, մտածեք, էլ եմ ասում, ինչին ունենք մտածելու, մտածեք, բայց մի բան իմացեք, այդ հաստատ է, մտածել պետք չի, այստեղ Եվրոպա չկա, այստեղ Թուրքիա, կամ դեպի Թուրքիա են գնալու, կամ դեպի Ռուսաստան, այդտեղ մտածելու բան չկա, մտածելու բան չկա դեպի Թուրքիա գնալ, հաստատ խաղաղ չես ապրելու, հաստատ չես լինելու, հաստատ, եթե միառժամանակերապես ընկճված խեղճացած, հաստատ, Թուրքիա հետ ապագա չկա, այստեղ միայն Թուրքիան, Ռուսաստանն է, Թուրքիա միայն Ռուսաստան կարող, ուրիշ բան չեն կա, իսկ ում ընտրեք, խնդրեմ ինքներդ մտածեք, ով ինչ արեց, ով է, ով ինչ է, մտածեք, ես վախում եմ ինչ-որ մեկին ասեմ, մտածում եմ հիմա մեկի վրա, բայց վախում եմ ասեմ, որտև էդ ինչ արեց Փաշինյանը, գնացին մարդիկ ուրախ դրեցին իրան եսիմինչ ու ինքը ինչ արեց, ես չեմ ուզում ին վրա մեղքվեցնեմ, որ այդ մարդուն հիմա նայում եմ ով կա, այդ մարդը կա, դեպի Ռուսաստան գնացող ու ոչ նախկինա ոչ էլ, բարի գործ է, էսա էնա, բայց վախում եմ, ասեմ, հետո էլ, չգիտեմ, հետո էլ մի բանն էս չլինի, բայց դե հիմա էդ է, ուրիշը չկա, ես դասը չի կասկածում եմ, որ Սերժը կարող սրա հետ էլ է, Ռոբերտը չէ, որտև Ռոբերտին տղուն էլ է ծեծում, Ռոբերտին նստած էլ պահեց, պրոստը Ռոբերտի փաստաբանը ինձ թվում է, ինչը կարողանում է օրենքի սահմաններում, պաշտպանում է, դատարանում ինչ մեղադրանք է լինում, ինչը չի կարողանում, իմ կարծիքով Ռոբերտը գործարք է անում, մեքենաներ է տալիս, իր մոտից շենքեր է կառուցում դրանց հետ, ինչը չի կարողանում փակի, ինչը կարողանում է փաստաբանը փակի, ապացույցի օրենքով է, այդտեղ թալան չկա, Ռոբերտ հետ հնարավոր չի իրանք իրար հետ լինեն, ինչտեղ Սերժն ու Ռոբերտը իր հետ ոչ մի անգամ չեն ունեցել, դե Սերժը ինչ եկավ նախագահ դարավ, դրանից հետո իրանք իր հետ չեն ունեցել, այնքան որ Ռոբերտը կոչել էր Ամերիկա, Ռոբերտը հաստատ իրանց հետ չի, գործակներ անում են, բայց իր հետ չի, Սերժը ես կասկածում եմ, Սերժը նախագահ էր, վերջի բառերը, ինչ շնորհք բաներ էին ցույցերի ժամանակ ասում, չէր հավաքում դրանց տանում, ես վատ էի զգում, ասում էի, ինչ որ այա, մեր երկրի համար այդ մարդը պատերազմ էր, մեր երկիր այդ Սերժը 10 տարի արդ երկրում ներկայացրել է, հա, այդ գործից խոսած եք, ասեք, ինչ անեք, որ ինքը գնա, ինքը որ գնա, դուք ինչ կանեք, գործից խոսած եք, անդադ Սերժիկ, վերջի բառը չբուրաշկա, չգիտեմ ինչ ասես թե չէին ասում, մերժիտ, չգիտեմ ինչ, մամատ մերժեր կնիկ, այդ մերժի, ինչ ասես չէին ասում, ինձ զարմանում է, ասում է, իսկ ինչ ասրանք, ոնց կանգցանք ղեկավար լինեն, իսկ ինչ են անում, գործից խոսա ինչ ես անելու, նույնիսկ հիմա ես պապուլիստ մարդկանց կներեք մեկ հավատացիք, ես Թրամփին էլ չեմ մամ, այդ մարդը ինչ ամ, այդ պապուլիստ մարդ է, պահարում է, ձևեր է թափում, ես իմիջ կներեք էլի, ես ինքս որ ընդունում եմ աշխատանքի, ձերքերս քշտում եմ լուրջ, տեսնեմ ինչա, ոնց է, ինչ եմ անել, ոնց եմ անել, գործ եմ, տես թիթիզ, ժողովրդի համար, անկապ ելույթներ, իրանց ցույց տալ, այդ մարդիկ կամ ինչ-որ մի բան խաբում են, կամ ինչ-որ մի բան չեն ասում, այդ պապուլիզմ է կոչվում, ինչի է պետք, ես ունակ Բագրատյանին չեմ պատկերացնում, որ ինքը գար, ինչ-որ ես պարեր, ինչ-որ ցույց տար, ես եմ անում, կինս երեխաս, չեմ պատկերացնում, ես հիշում շատ զարմացա, որ 2008 թվին Լևոնը միտինգի ժամանակ ինչ-որ ես պարում էր, բան, ձևեր էր թափում, բան, ասում այ քեզ բան, ասես չէի տեսել իրան էլի, ինչա, հասկանում եք, գործունյա մարդը լուրջ գործով է զբաղված, լուրջ բան եմ խոսում, ես հիմա պարեմ երգեմ, ինչ անեմ, ինչի պարեմ երգեմ, բան ունեմ ասելու, ասում եմ,
Հետո եթե պարեմ, երգեմ, բան, ինչ-որ խաբում եմ ինչ-որ մի բան։ Ինչու իմ կողմ եմ ուզում քաշեմ, ինչ-որ մի բան չեմ ասում կամ խաբում եմ։ Ինչ կարիք կա պարել, երգել, կարաք ասեք։ Ախ, Սուրճ ջան, մտածեք։